Ղարաբաղյանի և պարոն Պողոսյանի ելույթներից նպատակություն ստեղծվեց, թե նախապատրաստականիստները պարզապես չեն եղել, և այս հարցի ընդհանրապես երբևէ չեն անդրադարձել ու չեն քննարկել։ Նա հիմա արդեն չի քննարկվում իմ միջնորդությունը տեղանքի փոփոխության վերաբերյալ, քանի որ դատարանը որոշում է կայացրել և սահմանել է, թե ինչ չափանիշներ պետք է համբողվի որոշումը գտնելով, որ որոշումին կայացրած որոշումների միջնորդությունը չեն համապատասխանել քրեական դատարանության օրենսգրքի պահանջներին և այս պահին ես արդեն ներկայացրել եմ որոշումը պետք է քննարկվել որոշումը դատարանի կողմից ընդունելի համարվելու կամ ոչ ընդունելի համարվելու հարցը։ Ինչ վերաբերում է Տիկին Սահակյանի հարցադրմանը, թե անհասկանալի է, թե երբ պետք է դատարանը քննության առարկա դաշնի անձեռնմխելիության հարցը վերաբերվի, ապա հստակ դատարանը իր 03-11-2025 թվականի որոշման մեջ հստակ նշել է, որ ինչպես նաև անձեռնմխելիության այլ հարցերին, ինչպես նաև անձեռնմխելիության հարցին դատարանը կարող է անդրադառնալ համապատասխան փուլում, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատարանության օրենսգրքի 215-րդ հոդվածի սահմանված հարցի քննարկման շրջանակներում։ Սրանից ավելի հստակ ու համար ներմոս պետք է ձևակերպել հասկանալի չի ինձ։ Անդրադառնալով պարոն Մեջնունյանի կողմից բարձրացված հարցի, ինչպես նաև պարոն Մոկդենյանի կողմից ներկայացված առարկություն օրինագրված իր որոշմանը, ասեմ, որ իրապես ոնց է կատարվում չէ, որ իմաստած զրկել կամ իմաստած փոխել քրեական դատարանության օրենսգրքի 276-րդ հոդվածը, որտեղ ախտերել է, որ գոյություն ունի տեղանքի փոփոխման երկու ռեժիմ, որոնցից առաջինը վերաբերում է առարկի իրավական դատարանի փոփոխմանը, երկրորդը հաստական դողի փոփոխմանը, ընդ որում առավելական հստակ նկարագրված է, թե որ պայմաններում և ինչ չափանիշների առկայության պայմաններում հանրահավաքողը կարող է փաստական հանգամանքներ փոփոխել, այն է ապացույցների հիմնական դատարանությունների փուլում ապացույցների հետազոտման արդյունքում։ Իսկ իրավական գնահատական փոփոխման կապակցությամբ որևէ սահմանափակում օրենքը չի նախատեսում։ Բացի պարոն Օրբելյանի առարկությունը և այդ առարկության հիմքում դրված հաստատները հակասության մեջ են մտնում նախորդ որոշմանս, որը չընդունվեց դատարանի կողմից, նախորդ որոշմանս վերաբերյալ պարոն Օրբելյանի առարկությունների և դիրքորոշումների հետ, մասնավորապես ամենավառ օրինակը կարող եմ ներկայացնել, որ պարոն Օրբելյանի նախորդ դիրքորոշումը ներկայացնելիս և հիմնավորելիս ընդդեմ կատարեց, որ գտնում է, որ այս փուլում կամ չէի կարող փոփոխել դատարանը և փոփոխելիս էլ չէի կարող ընդհանրապես փաստական կողմին ձեռք տալ, կարող էի միայն փոխել հոդվածը, բացառապես հոդվածը։ Այս պարագայում կատարվել է այն ինչը, որ պարոն Օրբելյանի ընդունելի կլիներ իր համար և առարկությունը բերվել է հենց այն իրավական, որ փաստական կողմում որևէ փոփոխություն չի կատարվել և փաստական կողմի իրավական որակը մինչև կա անհամապատասխանություն։ Գտնում եմ, որ առարկություններն ու դիրքորոշումները անհուն են, վաստակված չեն և խնդրում եմ շարունակել հիմնական դատարանություններն անցնել հաջորդի ներկայացվող հարցի հիմնական Позвольте еще следует, я вот ժամանակ Իսուատը նշում է շատ կոնկրետ նշված փաստեր, որոնք իրականությունից առաջ չունեն։ Հիմա ներկայացրել եմ իմ մեղադրանք, որի մեջ ինքնին զգացողությունները իմ վրա ապել, որոնք ես չունեի, կամ գործողություններ, որոնք կարամաշ չեմ արել, կամ փաստեր, որոնք իրականությունից կապ չունեն։ Նույն Արցախի հանրապետության պաշտպանական հանրակ եւ այլն։ Եվ ոչ ոքի առարկ է։ Եվ սա փաստեր է, կամ իշխանության փոխանցում եւ այլն։ Հիմա ես նշել էի նաեւ, որ գիտեմ որտեղ այս մեղադրականը գրվել է ժամանակ։ Հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակ այս մեղադրականը, բայց ինքը ստորագրել է, որտեղ գրել է, այսպես ասենք։ Այն մի շատ աբսուրդային կետեր, որոնք այստեղ կան։ Հիմա դատարանը եթե դուր է դատում, ուրեմն դատարանը ևս իր կողմից որտեղ գրել է այն ինչն է դրած։ Հիմա ես առաջարկել նաև այս այլնանտը, որ այս խնդիրն է։ Իսկապես կան անփոփոխ ձևակերպում։ Եթե դատարանը պատրաստ է որտեղ գրել է սապերը դառնա, որտեղ ամփոփչային սպային պայմանականորը համաչեցին իշխանություն չեն։ Դատարանը վերջնական որոշում կայացնելիս ձեր կողմից, եթե մասնակցում ձեր կողմից
բարձրացված յուրաքանչյուր հարցին իրական դատավորության գիրքով ստակ սահմանված տալու է կոնկրետ գնահատական։ Ձեր առնչությունը պաշտոնավարել է, դրան յուրաքանչյուրը հատ-հատ դատարան գնահատական է տալու։ Այն ինչ որ դուք ասում եք։ Հենց օրենքի հստակ պահանջել, որ դատարանը պետք է յուրաքանչյուր մեղադրյալի մասով այդ հարցերին պատասխան տա։ Իրենք առնչություն ունեն, այն ինչ որ ստեղ նկարագրված է։ Կամ նկարագրված հանցանք է թե ոչ, առնչություն ունեն թե ոչ։ Եթե առնչություն ունեն մեր հապասով ոնց է դրած։ Արի երևում, այն գլխից, եթե դատարանը ողջունում է սա, սրան մասին։ Ես հասկանում եմ ինչ եք դուք ասում, այո, հետարդել եք ներադրան եւ այդ հասկանալի է, բայց կա ուղղակի անհետք ձևակերպում է։ Որը ձևակերպում ուղղային կամպանիայի չգիտեմ։ Հիմա ասպետ չեք կարա, ուրեմն եթե մի աբսուրդ բան մտցրացել, ուրեմն այդ աբսուրդը պիտի ամբողջ դատականիստերով գնա։ Լավ բանջան արտանետվեց ձեր։ Քանի որ դուք մեկ անգամ կարծիք հայտնել եք Վարդան Գևորգյան, հետո շատ կարճ դատավորության մասնակիցներ գտնին մի շրջադատանություն։ Մեր վերջի քննարկման ժամանակ ըստ էության մեզ հնարավորություն չտվեց